Այժմ տեսակապով կզրուցեմ պատմաբան Միքայել Մալխասյանի հետ։ Միքայել, բարև ձեզ, շնորհակալություն, որ ժամանակ գտաք զրուցելու համար։ Ազգային ժողովի նախագահը մեծ հաշվով ինչ է ասում։ Ասում է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները արևմտյան Ադրբեջանի մասին, ադրբեջանցիների վերադարձի պահանջի վրա չպետք է զարմանալ, նորմալ է, քանի որ մենք էլ Արցախի մասին ենք խոսում, հետևաբար Ալիևը հայելային պատասխանում է։ Արդյոք նման բան կա ընդհանրապես, որտեղ Ադրբեջանը տևական ժամանակ է, որ այդ արեստացին թեզը բերել է օրակարգ։ Ես կարծում եմ, որ դա բացարձակապես հայելային չէ, որովհետև Արցախում նախ հայերը ոչ միայն տեղի ավտոխտոն, այսինքն հնուց ի վեր տեղաբնիկ բնակչություն էին, եւ դրանից բացի նրանք նաև ինքնավար մարզի իրավունք են ունեցել խորհրդային տարիներին եւ փաստացի դե ֆակտո պետություն են ունեցել մինչև ադրբեջանական օկուպացիոն գործողությունները, այսինքն մենք գործ ունենք մի դեպքում տեղաբնիկ տարրի հետ, որը նաև ունեցել է պետական կազմավորում, թեկուզ խորհրդային միության ներսում ինքնավար մարզի կարգավիճակով, դա հենց այն կարգավիճակներ, որ թույլ տվեց, որ Արցախյան շարժումը սկսվի, մարդիկ հղում կատարելով խորհրդային միության սահմանադրության եւ սահմանադրական փոփոխության օրենքին դնում էին հարց այդ միությունից դուրս գալու, ադրբեջանական խորհրդային սոցիալիստական հանրապետության կազմից դուրս գալու եւ խորհրդային Հայաստանի կազմ մտնելու եւ այլ բան, չեմ ուզում այս ամբողջ պատմությունը պատմել, բայց ընդհանրապես հայելային չէ եւ այստեղ մենք նաեւ ձեր հենց լրատվամիջոցի եթերում խոսել ենք թվակազմի մասին, որ հայ բնակչությունը Ադրբեջանի տարածքում խորհրդային տարիներին ավելի քան 3 անգամ գերազանցել է ադրբեջանական բնակչության խորհրդային Հայաստանում եւ եթե հայելային ինչ որ բանի մասին պիտի խոսենք, ապա եթե ադրբեջանական իշխանությունները խոսում են ներողություն ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի մասին, հա, ճակերտավոր, ապա այստեղ մենք պետք է դնենք հարցը հետեւյալ կերպ. հայելային կլինի, եթե հայկական կողմը պահանջի հայերի վերադարձի հնարավորություն Ադրբեջան, ես մենք շատ լավ հասկանում ենք, որ ոչ Ադրբեջանը դրան կհամաձայնվի, ոչ էլ մեր հայրենակիցները, որովհետև անհնար է պատկերացնել, որ ադրբեջանական հողում այդ հայատյացության պայմաններում, հա, ասենք Բաքվում օրինակ հայերին թույլ տան հայերը վերադառնան։ Ազգային ժողովի նախագահն օրինակ Միքայել այսօր ասում էր, ներողություն խնդրում ընդհատելու համար, ասում էր, որ երբ խաղաղության պայմանագիրը կնքվի, հայերը կարող են գնալ օրինակ Բաքվում ապրել, ադրբեջանցիներն էլ վերադառնալ Հայաստանում ապրել ու խաղաղության պայմանագիրը կնքելու հաջորդ պահին ոչ ոք չի ասում, որ պատ է քաշվելու, ոչ մի շփում չի լինելու, հակառակը սկսելու են հայերն ու ադրբեջանցիներն առևտուր անել ու համատեղ իրար հետ գոյատևել։ Գիտեք, սա ուղղակի պատմական փորձի զրոյական իմացության հարց է։ Նման կոնֆլիկտները, սրանք ուղղակի միջպետական ինչ-որ պատերազմներ չեն, հա։ Արցախյան հիմնախնդիրը հայ-ադրբեջանական հակամարտության ուղղակի մի արար էր։ Եվ ես համոզված եմ, որ Արցախյան հարցը փակված չէ եւ հեռու եմ այն մտքից, որ եղած լուծումը այս պահին, որ պայմանական համարած է, լուծումը ադրբեջանական օկուպացիան վերջնական է, ես հեռու եմ այդ մտքից, որ սա վերջնական լուծում է։ Իսկ նման կոնֆլիկտները միջեթնիկ, իրենք մի հատ թղթով չեն կարգավորվում։ Դա սերունդների ճանապարհով գնացող մի ամբողջ գործընթաց է եւ փոխադարձ վստահություն ուղղակի չի կարող ձևավորվել։ Եվ անհնար է պատկերացնել, որ հայերը հետո ընդհանրենք Բաքվում ապրած հայերը պիտի գնան վերադառնան Բաքու եւ այլն։ Ես ուրիշ բանի մասին եմ խոսում, երբ ասում եմ հայելային պետք է այդ պահանջը դրվի, այստեղ շատ կարևոր կոմպոնենտ կա երկու։ Մեկը ժողովրդագրականն է, որ մենք 3 անգամ ավելի շատ ենք եղել, այսինքն հարգելի ադրբեջանական կողմ, եթե դուք դնում եք օրակարգ, որ ինչ որ մարդիկ վերադառնան Հայաստան եւ իրենց ինչ որ իրավունքներ պաշտպանվեն, ապա բարի եղեք հայերի այդ վերադարձի իրավունքը քննարկեք։ Արցախի օրինակը ընդհանրապես դրա հետ կապ չունի, որովհետեւ Արցախի բնակչությանը դուք դրել եք այնպիսի վիճակում, որ մարդիկ ելք չեն ունեցել, կամ ուղղակի հեռանալ այդտեղից։ Երկրորդ հանգամանքը, որ շատ կարևոր է, խորհրդային Ադրբեջանը լքած մեր հայրենակիցները
հնարավորություն չեն ունեցել իրենց գույքը տնօրինելու՝ ի տարբերություն խորհրդային Հայաստանից գնացած ադրբեջանական բնակչության։ Այսինքն նրանք ամեն ինչ իրենց հետ տարել են, անշարժ գույքի հարցնել են նախապես կարգավորել, ընդ որում խորհրդային Հայաստանի ղեկավարության նաև միջնորդությամբ եւ ջանքերով ստացել են Ադրբեջանում համապատասխան գույք, անշարժ գույք, շարժական գույքը կարողացել են այստեղից իրենց հետ տեղափոխել։ Նման պայմաններում խոսել նրա մասին, որ եթե արցախցիները իրենց հայրենի հողեր վերադառնալու, իրենց տներ վերադառնալու օրակարգ են բարձրացնում, Ադրբեջանն էլ նման բան է ասում։ Գիտեք, կարծեք թե այնպես տպավորություն, որ Ադրբեջանի ազգային ժողովի նախագահն է այս խոսքերը մեկնաբանում։ Միքայել, երբ որ Հայաստանը պաշտոնապես Արցախը նույն հարթության մեջ է դնում երբևէ գոյություն չունեցած եւ արեստացին արևմտյան Ադրբեջանի հետ, սա ուր է տանում, արդյոք սա չի բերում լեգիտիմացման Ադրբեջանի առաջ քաշած այդ օրակարգի։ Իհարկե, Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, եւ խորհրդարանական հանրապետությունում, եթե հանրապետության փաստորեն երկրորդ դեմքը նման հայտարարություններ է անում, արդարացնում է ամբողջությամբ ադրբեջանական պահանջները, այո, ստացվում է, որ Ադրբեջանը վաղը ցավոք կարող է հղում կատարել Հայաստանի պաշտոնատար անձին եւ ասի, տեսեք, Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը, խորհրդարանական հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավարը, մի մարմին, որն ընտրում է նաև վարչապետին, երկրի ղեկավարին եւ նախագահին։ Իրենք են դա ասում, մենք չենք ասում, կասեն, եւ այո, կլեգիտիմացնի ընդ որում ոչ միայն իր հասարակության աչքի առաջ իր գործողությունները, այլ նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ ցանկացած գործողություն այսպես կոչված միջազգային հանրության աչքին, այսինքն խոշոր դերակատարների աչքին ուղղակի կարդարանա նրա ցանկացած հետագա գործողություն, ինչը շատ մեզ համար անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ։